Այսօր հունիսի 10-ն է, ինչպես եւ նախորդ օրերին մենք կանգնած ենք կառավարության շենքի դեմ դիմաց փոքրիկ խմբով եւ նույն պահանջով ազատություն, ազատամարտիկ քաղբանտարկյալ Արտուր Օսիպյանին։ Մենք այսօրվանից ավելացնում ենք նաեւ մեկ տող հայերեն եւ անգլերեն, որ երրորդ օրն է, 23-րդ օրն է տևում Արտուրի բողոքի հացադուլը, 23-րդ օրը։ Այսօր մի քանի ժամ, երևի 1.5 ժամ առաջ Արդարադատության նախարար Սրբույի Ղալյանը հայտարարեց լրագրողներին, որ Արտուրի մարդկային իրավունքները հարգվում են, թեև նա նկուղում է Վարդաշեն, սովետաշեն ավելի ճիշտ բանտի, բայց ասեց այն ինչ ունենք, այն էլ ունենք բանտերը։ Հիմա մի կողմ դնենք, թե քանի միլիոն է Եվրոպան տվել դոլարներ ու եվրոներ բարելավելու բանտային պայմանները ու մարդկային դարձնելու այն։ Դա մի կողմ, այսօր այդ մասին չի խոսք։ Այսօր այն մասին է, որ տիկին նախարարը հայտարարեց, թե հարազատները այցելում են Արտուրին, ահա հարազատները, Արտուրի մայրը, Արտուրի հայրը, հենց հիմա, խնդրում եմ ասեք, ձեզ թույլ են տվել այցելել, Արտուրի կինն է, կներեք, սպարտույր։ Ձեզ երբևէ 22 օր չէ, 22 օրից ոչ մի թույլտվություն չի եղել։ Կինը, մայրը, հայրը այստեղ են։ Պետք չէ ստել մարդկանց։ Թույլ մի տվեք, որ ձեզ ստեն եւ ձեզ, տիկին նախարար, կեղծ տվյալներ հայտարարեն, որը դուք բարձրաձայնում եք լուռ աշխարհի։ Դուք արդարադատության նախարար եք եւ Արտուրի միակ պահանջն է հենց արդարությունը եւ արդարադատությունը։ Ահա ինչու ենք մենք այսօր այստեղ կանգնած։ Կրկնում եմ, 23-րդ օրն է մարտը հացադուլի պահանջելով ընդամենը արդարություն, որի նախարարն եք դուք, որի համար է ստեղծված Հայաստանի Հանրապետությունը։